Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 27։ Զենք ընդդեմ վախի։ Մենք պետք է հիշենք, թե որքան մեծ է մեր Աստվածը և ինչ է նա արել անցյալում, որպեսզի ազատի բոլոր նրանց, ովքեր վստահել են իրեն, և ստանանք այս մեծ զորությունը մեր ներկա փորձության համար։ Վախը չի կարող բռնել որևէ մեկի սիրտը, ում աչքերը լցված են Աստծո մեծության և վեհության տեսիլքով։ Նեհեմիան լավ էր ընկալել այս սկզբունքը։ Նա քայլում էր Երուսաղեմի պարիսպների երկայնքով, մինչ նրա ղեկավարությամբ հյուծված մնացորդը փորձում էր վերակառուցել քաղաքը։ Իսրայելացիները շրջապատված էին կատաղի թշնամիներով, և վախն արդեն սկսել էր տիրել նրանց։ Քաղաքի պարիսպները դեռ չավարտված, ուժասպառ բանվորները ստիպված էին աշխատել մի ձեռքում վերցրած մուրճը, իսկ մյուսում սուրը։ Ո՞րն էր նրանց վախերը ոչնչացնելու զենքը։ Նեհեմիան հիշեցրեց նրանց, թե որքան մեծ է իրենց Աստվածը։ «Եվ նայեցի ու վեր կացա և ասեցի իշխաններին և ոստիկաններին ու մնացած ժողովրդին. նրանց երեսից մի վախենաք, հիշեցեք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմեցեք»։ Նեհեմիա 4:14 խոսք։ Թանկագին բարեկամ, վախենու՞մ ես։ Քո խնդիրը սասանել է քո վստահությունը Տիրոջ հանդեպ։ Եթե այո, հիշիր, թե որքան մեծ է քո Աստվածը։ Մովսեսն ասաց Իսրայելին. «Եթե սրտումդ ասես, թե այն ազգերը ինձանից շատ են, ես ինչպես կարող եմ նրանց հալածել։ Նրանցից մի վախենար։ Հիշելով հիշիր, ինչ որ քո Եհովա Աստվածն արավ Փարավոնին և բոլոր եգիպտացիներին։ Մի սարսափիր նրանց երեսից, որովհետև քո Եհովա Աստվածը, այն զորավոր և ահարգու Աստվածը, ձեր միջումն է»։ Երկրորդ Օրինաց 7:17, 18 և 21 խոսքեր։ Քո պարծանքը նա է, և քո Աստվածը նա է, որ քեզ համար այս մեծ և սքանչելի բաներն արավ, որոնք քո աչքերը տեսան։ Երկրորդ Օրինաց 10:21 խոսք։ Աստված մեզ ասում է. «Ես, Տերս, չեմ փոփոխվի»։ Մաղաքիա 3:6 խոսք։ Այսօր էլ նա փորձում է իր փառահեղությունը ցույց տալ բոլոր նրանց, ովքեր կյուրացնեն իր իշխանությունը։